Այո, ես եկել եմ, որ մի շատ կարևոր հայտարարություն անեմ, եւ ուրախալի հայտարարություն, կապ չունեցող որևէ առօրեական քաղաքական խնդիրների հետ։ Ուրեմն հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունենալու մի սքանչելի տրագիկոմեդիայի պրեմիերա։ Այդ տրագիկոմեդիայի վրա մենք աշխատել ենք հիմա կասեմ դերասաններին, ռեժիսորին, աշխատել ենք 1.5 տարուց ավել եւ անպայման հանդիսատեսը իմանա, որ դա իմ վերջին տարիների նկատի ունեմ 19, 20, 21, 22 արած փոքր ներկայացումներից չէ, որ ես անում էի տարբեր թատերական բեմերին, սա այն է, ինչ ինձնից իրոք խնդրել է հանդիսատեսը։ Առաջին անգամ ես հանդիսատեսի խնդրանքն եմ կատարում, որովհետև վերջին տարիներին ինձ մարդիկ մոտենում էին ներկայացումը դիտելուց հետո հիմնականում, պարոն Սահակյան, շատ լավ, բայց մենք ուզում ենք, գիտեք, մենք ուզում ենք այն հին բաներից ձեր բան, ես էլ հին բաներ չեմ սիրում։ Հենց իմ մոտ ասում են խաթաբալա մea culpa, ես փախնում եմ։ Դրա համար ասեցի, լավ, քանի որ մարդիկ իսկապես ուզում են, եկեք մի հատ շեդևր անենք, թող 15 տարի էլ դրա մասին խոսեն, թող դա այն մարդկանց համար կարևոր բան է լինելու, ու մենք ստեղծեցինք դա, մասնակցում են 7 դերասան, լավագույն դերասանները, օրինակ Գևորգ Մինասյան, շատերը գիտեն այդ հին ոզնիներից, հենց հին բաներից, այն շատ տարբեր դերեր, ոստիկանի դերեր գիտեք, չէ, կանգնած գլխին, հետո լրագրող Եղիշեն, այդ բանը, Ավո Խալաթյանը շատ, ասենք, ամենածանր դերերը ընկել են Ավո Խալաթյանի վրա, դրական ծանր մոնոլոգները, Արման Ղազարյան, Իրինա Դանիելյանին հենց խաթաբալադայից գիտեն մարդիկ, Սերգեյ Գրիգորյան, Էդգար Անդրեսյան, գիտեք, ուզում եմ ասել, որ ասենք ես ասում եմ Էդգար Անդրեսյան, Սերգեյ Գրիգորյան, շատերին գուցե ոչինչ չի ասում, բայց ես գիտեմ, որ մի կես տարի հետո գալու են, ասենք, Էդգարը կա, Էդգարը լինելու է, Սերգեյը լինելու է, Արման Մաթևոսյան կա, այսպես բան, որովհետև ի վերջո թող մեծամտություն չթվա, ես այս ուրիշների ասածն եմ ասում, էլի, բոլոր թող մեծամտություն չթվա, այս ուրիշների ասածն եմ ասում, որ բոլոր այդ այսօրվա աստղերի աստղ դառնալու այդ ճանապարհը ի վերջո ին վրա ես էլ եմ ինչ-որ բանով մասնակցել, որ իրենք շատ հայտնի են, շատ կարևոր դեմքեր են մեր այսօրվա ներկայացումը ինչի մասին է այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Ասեմ նա ոչ քաղաքական, ոչ մի քաղաքական, ոչ մեկին նկատի չունենք, այնց գալիս էին ինձ այն ժամանակներից այդ իմ չսիրած թեմաներից Խաթաբալադայից ասում են ես սրան նկատի ունեիք, նրանք ով են որ ես նկատի ունենամ ինչ-որ մեկին։ Նայեք Խաթաբալադան հիմա կա, mea culpa մարդիկ նայում են, նկատի ունեմ նայում են, բայց այդ մարդը որ դուք ասում եք ես նկատի եմ ունեցել, ինքը չկա, դրանք անարժեք ժամանակավոր երևույթներ են։ Ես ներկայացումը ֆենթազի է, այսպես են, չէ, ասում երևակայական, կատարվում է այլ մոլորակի վրա, բայց այստեղ հարց է արժում, եթե այլ մոլորակի է, ինչի է ներկայացման անոնսի մեջ գրում Նոյան Տապան, դեպքեր Նոյան Տապանում, տհաճ դեպք Նոյան Տապանում, արտավազդ B հանձնումը հայի պաթոս գոյություն ունի, գիտեք ինչ է հայի պաթոս, հայի պաթոսը այն է, որ այս ժողովրդին դարեր շարունակ տարել է կործանման, այսինքն մտնում է ասում մենք հայերս, մենք պետք է գնանք, մենք պետք է որպես Փյունիկ, ասում եք Փյունիկն ինչ այդքան ասում եք Փյունիկ, Փյունիկը մի թռչուն է, որը ինքնահրկիզվում է, որ առաջանա նոր Փյունիկ, ասում այս նոր Փյունիկը թե հինը կա, ինչ է, Փյունիկի հինն է լավ, ընկերոջ նորն է լավ, սենց ինչ-որ սենց բաներ, եւ այդ հայի պաթոսը տանում է բոլոր դարերում, Սասնա Դավիթը կա, Սասնա Դավիթի ժամանակները, Սասնա ծռեր էլիտան Սասնա, որ ասում եմ սրա մելիքը, հետո կա ամենածիծաղելի եւ ամենատխուր հատվածներից ուրեմն քրիստոնեության ընդունումը տրթատ G հրիպսիմե եւ ռուսավորիչ, որ տրթատ G խոզեր ուտում, խոզեր դառնում, ինքը տենց է, հա, Գևորգն է խաղում եւ ուզում է հրիպսիմեն տրվի, դա ես չեմ կարող նկարագրել, թե դա ինչ կտոր է, կողքից էլ գալիս է այդ մի բան ասեմ լավ, գալիս ասում որ տրվի հրիպսիմե բան դու տես չի ասում, ավելի մի քիչ կոպիտ, բայց բեմի համար լրիվ նորմալ, գալիս ասում է կողքից իր բանը վեզիրն ասում է սպարապետ, ասում է, բայց ինքը մեր բնակչությունից չի, ինքը հայ չի, ասում ինչ կապ ունի, հայերներ կասեր տանք հանգիստ ապրենք, այսպեսի բաներ, ես ուզում եմ ասել, որ այդ ներկայացումը ես գովաց չեմ անում, գիտեք մեկ անգամ ասել եմ, էլի կասեմ, ես հանդիսատեսի խնդիր չեմ ունեցել, ոչ ես, ոչ իմ ընկերները, ոչ մեկը, այն ինչ որ դուք տեսել եք, գիտեք, հանդիսատեսը ինքը գալիս հավաքվեցում ասել, հատուկ եկել եմ նրա համար, որ լավ մարդիկ, հասկացող մարդիկ տեսնեն եւ կարողանան այդ ամեն ինչը գալ, բեմադրիչն է Արթուր Սահակյան, գիտեք, այդ մեր բոլոր գործերի բեմադրիչն է երաժշտությունը գրել է Արմեն Մարտիրոսյանը եւ Վահե Հայրապետյան,
շատ գեղեցիկ երաժշտություն է, ներկայացումը խաղացվելու է Պարոնյանի անվան թատրոնում, եթե ինձ հարցնեն ոնց անենք, ինչ անենք, ես պատասխանեմ առայժմ թատրոնի տոմսարկղում տոմս չկա առայժմ, դա վերջին օրերին կլինի, իսկ հիմա միայն մարդիկ կարող են գնալ այդ տոմսարկղ AM-ից գտնել ֆարս մաժոր, հա վերնագիրը մոռացանք ասել, ֆարս մաժոր, այսպես կտեսնեք ֆարս մաժոր, ապահովեք ձեր տեղերը, որպեսզի հետո գա, գիտեք ինչ, պրեմիերան մի հատ լավ եւ վատ կողմեր ունի։ Լավ կողմն այն է, որ պրեմիերան է առաջին, հետո մարդիկ գնալու են ասեն, այ ես դրա պրեմիերան եմ տեսել, բայց հետո փոխվեց, հետո փոխվելը մի քիչ լավ չի, որովհետեւ առաջին երկու ներկայացումները ես ուզում եմ ասել, դա որպես բացասական կողմ մի 15 րոպե երկար կտևի, հա, որովհետեւ օրինակ նույն բանը եղավ Մեակուլպայի ժամանակ, երբ որ ասենք տեսանք, որ մենք ժամանակ չունենք, բեմ չունենք, որ կարողանանք փորձել, տեսանք, որ ասենք մի քիչ երկար է ու Չերչիլի կտորը, այնտեղ լավ կտոր կա, չխաղացվեց կզում, հետո տեղն ընկավ, այնպես որ պրեմիերան դիտողները անպայման հաշվի կառնեն դա որպես եւ առավելություն եւ ասենք 15 րոպե լավ էլ նստեք, հիմա չգիտեմ, երկու մասից է ներկայացումը, էլի եմ ասում, ֆարս մաժոր, հոկտեմբերի 20-21 Պարոնյանի անվան թատրոնում, այդ տոմսարկղը AM-ում, ռեժիսորն է Արթուր Սահակյանը, դերասաններ կտեսնեք սքանչելի դերասաններ, երաժշտական, տխուր, տեղեր կան, որ իրոք լաց են լինելու մարդիկ, մանավանդ երբ լուսավորիչը ընկնում է այնպիսի մի ողբերգության մեջ, քրիստոնեության ընդունումից հետո, որ հասկանում է, որ դրանք բան չհասկացան խղճից քրիստոնեից, ինք չհասկացան, որ քրիստոնեությունը Հիսուսի իրենց խիղճն է, այն որ դուպտի մարդկանց օգնես մերձավորինան, սկսեցին այն ժամանակից արդեն նախարարները նկարվել նկարներ պատվիրել յուղաներկով, իրենք աղոթում են մոմերի մոտ, գիտեք չէ, մոմերի մոտ աղոթող մարդը, եթե նկարվում ու դա հանրայնացնում է, նա ես կարող եմ ասել սատանիստ է, էլի արդեն, ուղղակի ես չեմ հասկանում ինչ է ուզում ցույց տա քրիստոն Հիսուս ամբողջը դրա դեմ է, բայց իհարկե մոնոլոգները դրանով չեն սահմանափակվում, գոյություն ունեն պոեզիա մեր հանդիսատեսը շատ է սիրում, վերջում օրինակ Սասնա ծռերի հետ Հայաստանի անկումից հետո միջնադարում Հայաստանում պետական կորուստներից հետո պոեզիայով արտաբերվում է ամբողջ պատմությունը այդ 10-րդ դարից մինչև այսօր, պոեզիայով, երգով, երաժշտությամբ, բիթով, ինչու՞ չէ, ռեպով, մի խոսքով ինքը շատ թարմ, շատ ազդեցիկ ներկայացում կլինի, միայն խնդրում եմ, որ բանով տրամադրվեմ, որ առաջին երկու ներկայացումները մի քիչ երկար կգնան, բայց դե հիմա ինչ արած, մարդիկ կան, այդ են սիրում։